Եթե խոսում ենք իջեցման բուժման մասին, որպես բուժման առաջին քայլ, անպայման պետք է քննարկվեն պեսարիների տեղադրումը։ Տեսեք, իրենք փափուկ հիմնականում սիլիկոնային պարագաներ են։ Բարև հարգելի հեռուստադիտող, Medinform-ի շրջանակում այսօր զրուցելու ենք պեսարիների կամ ներհեշտոցային օղերի մասին, որ դեպքում են դրանք կիրառելի եւ ինչ առավելություններ են տալիս կնոջը։ Թեմայի շուրջ զրուցելու եմ Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգ, ուրոգինեկոլոգ Գոհ Շադյանի հետ։ Բարև բժիշկ։ Շնորհակալ եմ, որ մեր զրուցակիցն եք եւ կանանց հետաքրքրող այս թեման ներկայացնենք նախ եւ առաջ, թե որ դեպքերում են կիրառվում այս օղերը, պեսարիները։ Ես եմ շնորհակալ հրավերի համար, նախ այո թույլ տվեք ցույց տամ, թե ինչ իրենից ներկայացնում ներհեշտոցային օղը կամ պեսարին։ Տեսեք, իրենք փափուկ հիմնականում սիլիկոնային պարագաներ են, տարբեր կառուցվածքի տարբեր տեսակների են լինում։ Սրանք այն երկու հիմնական տեսակներն են, որոնք մենք մեր բաժանմունքում կիրառում ենք եւ ընդհանուր առմամբ իմ կարծիքով սրանք նաեւ աշխարհում ամենաշատ կիրառվող տեսակներն են։ Անվանում ենք ներհեշտոցային օղեր կամ պեսարիներ։ Եթե ասում ենք օղ, դա չի նշանակում, որ միայն պետք է ինքը օղակաձև լինի, ինչպես այս տեսակն է, հա։ Տարբեր ֆորմաների են լինում։ Այս օրինակ սնկաձև տեսակն է։ Կա նաև օրինակ խորանարդաձև տեսակ, հա։ Սրանք ուղղակի ներկայացնում երկու հիմնական տեսակները, որոնք կիրառում ենք։ Ամենակարևոր հղումը այսօրվա մեր այս տեսահոլովակի կուզեմ լինի այն, որ մեզ լսող մարդիկ, մասնավորապես կանայք եւ մասնավորապես նրանք, ովքեր ունեն իջեցումներ, իմանան, որ իջեցման տեսակից անկախ իջած է իրենց մոտ հեշտոցի մի պատը, երկու պատը, թե 3 պատը եւ իջեցման աստիճանից անկախ, հա, առաջին աստիճանի է, երկրորդ, երրորդ, թե 4-րդ աստիճանի է, վերջին աստիճանի։ Եթե խոսում ենք իջեցման բուժման մասին, որպես բուժման առաջին քայլ, անպայման պետք է քննարկվեն պեսարիների տեղադրումը։ Անպայման, սա պետք է լինի առաջին քայլը։ Իսկ վիրահատական մեթոդ ցուցված չէ։ Իհարկե ցուցված է։ Բոլոր այն պարագաներում, եթե կինը օրինակ հրաժարվում է պեսարիից, հա, կան կանայք, ովքեր ուղղակի լսել անգամ չեն ուզում օղի մասին, ես իրական չեմ հասկանում թե ինչու, բայց ամեն դեպքում։ Կամ երբեմն տվյալ կնոջ պարագայում ուղղակի հնարավոր չէ ընտրել համապատասխան օղ։ Տեղադրում ենք դուրս է գալիս օրինակ, հա։ Այս պարագայում օղի մասին խոսել այլևս անիմաստ է։ Կամ կան կանայք, ովքեր միաժամանակ կրել են եւ կրում են օղ, բայց որոշում են, որ պետք է, որ այլևս չեն ուզում կրեն եւ ուզում են վիրահատվեն։ Եթե օղը չի օգնում կամ կինը հրաժարվում է, այդ պարագայում բնականաբար խոսում ենք վիրահատության մասին։ Ձեր եթերում առիթ եղել է խոսել վիրահատության մասին։ Եթե օղը չի օգնում, խնդրեմ, կարելի է խոսել արդեն վիրահատության մասին։ Բայց ավելի օպտիմալ լուծում դուք որպես բժիշկ ո՞րն եք համարում։ Չի կարելի ասել, որ մեկը գերա զանցում է մյուսին։ Ուղղակի ես միշտ ինչ եմ ասում պացիենտին, ասում եմ վիրահատել միշտ էլ կհասնենք, եւ իմ գործը անգամ զետելն եմ ավելի շատ վիրահատելն է, հա։ Մենք ամբողջ օր այդպեսի կանանց հետ ենք։ Բայց ավելի բարոյական է, որ անպայման պետք է օղի հարցը քննարկել։ Ինքս ունեմ բազմաթիվ կին պացիենտներ, վստահ եմ իրանց մեծ մասը հիմա լսում է հավանաբար մեզ, ովքեր ուղղակի շատ երջանիկ են օղով։ Այդ բոլոր սահմանափակումներ դա ունի կամ։ Իհարկե, ինչպես գիտեք, ամեն մի մեթոդ ունի իր առավելությունները, հա, եւ թերությունները համաձայն եմ, որ կարելի է դրա մասին խոսել հիմա։ Առավելությունը ամենակարևորը, որ վիրահատություն չի։ Կինը ուղղակի վիրակապարանում պարկում է, մի րոպե անգամ չի տևում օղի տեղադրումը, հա։ Օղը տեղադրվում է հեշտոցի մեջ։ Հետագա մի կես ժամը պացիենտը գտնվում է մեր հսկողության ներքո, վեր է կենում, քայլում է, գնում է միզելու, զուգարանից օգտվում, տեսնենք օղը ինչպիսի զգացողություններ ունի պացիենտը օղի հետ կապված։ Ամենակարևոր բանն եմ ուզում ասել, ներողություն։ Եթե հաջողվել է ընտրել համապատասխան օղ տվյալ կնոջ իջեցման դեպքում, կինը ինչքան էլ դա տարօրինակ կթվա նաև ձեր համար վստահ եմ այս պահին, կինը իր ներսում ոչինչ չի զգում։ Այդ հարցն է ուզում տալ, այսպես վիզուալ նայում եմ բավականին շոշափելի է մեծ, արդյոք չի զգացվում այն։ Եվ կանայք եւս զարմանում են, որ շատ հաճախ իրենք երբ որ ասում են դե տեղադրեցինք վեր կացեք, իրանք զարմանում են, ոնց արդեն տեղադրեցիք, բայց ոչինչ չեմ զգում ներսում։ Այո։ Իսկ այդ տեղադրելուց հետո ինչպիսի սահմանափակումներ ունի կինը։ Ուրեմն նախ շատ կարևոր հարց է
հնարավոր է արդյոք ունենալ սեռական կապ օղի պարագայում։ Այս հարցը միշտ քննարկվում է, անկախ նրանից կինը կհարցնի, չի հարցնի, ես անպայման ասում եմ իրենց։ Այս մի օղի պարագայում սեռական կապ ունենալը խնդիր չէ ընդհանրապես։ Սնկաձև օղի պարագայում սովորաբար սեռական կապ ունենալ մի քիչ դժվար է այդ պարագայում։ Բայց ուզում եմ կարևոր բաներ ասեմ, այստեղ որ իմանանք։ Ուրեմն տեսեք, նախ օղը որ տեղադրեցինք, հաջորդ անգամ կինը մեզ մոտ այցելում է 2 շաբաթ հետո, մենք օղը հանում ենք, ներհեշտոցային զննում ենք անում եւ եթե ամեն ինչ նորմալ է, նույն օղը տեղադրվում է հեշտոցի մեջ։ Հետագայում արդեն 3 ամիսը, 4 ամիսը մեկ անգամ ինքը ուղղակի այցելում է։ Նույն օղը հանում ենք, զննում ենք, որ ամեն ինչ նորմալ է, նույն օղը տեղադրում ենք տեղում։ Այս կրկնակի այցելից եւս կարելի է խուսափել, կնոջը սովորացնելով ինքնուրույն հանել եւ դնել։ Եվ այն կինը, ով ստիպված է կրել այս տեսակի օղ եւ նաեւ ցանկանում է սեռական կապ ունենալ, իրեն եւս կարող ենք սովորացնել հանել սեռական հարաբերությունից առաջ եւ նորից տեղադրել հետո։ Սա ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է, որևիցե տարօրինակ բան ես վստահաբար չեմ ասում այստեղ։ Ուզում եմ ֆիքսենք այս բանը, որ հետագայում ուղղակի 3-4 ամիսը մեկ կամ պետք է ինքնուրույն հանի, նույն օղը լվանա ջրի տակ եւ տեղադրի տեղը։ Կարծում եմ ավելի ճիշտ է ամեն դեպքում բժշկի։ Բայց մեր կանայք ավելի նախընտրում են գալ տեղում, զննում անցնել եւ 3-4 անգամ գալը կարծում խնդիր չի։ 3-4 ամիսը մեկ գալը կարծում խնդիր չի։ Այո։ Որ խնդիրների դեպքում եք առաջարկում այս օղերի տեղադրումը, պեսարիների տեղադրումը։ Ես նշեցի, որ անկախ իջեցման տեսակից, դա ինքը նախատեսված է հիմնականում իջեցման։ Իջեցման, բայց ինչ ախտանշաններ է կինը զգում այդ ժամանակ։ Իջեցման պարագայում ինչ գանգատներ կարող է ունենալ կինը։ Նախ որևէ գանգատ կարող է եւ չունենալ։ Սկսենք դրանից, հա։ Այդ դեպքում իմաստ ունի օղի տեղադրումը։ Եթե շատ արտահայտված իջեցում չէ, ինքս էլ ասում եթե գանգատ չունեք, միզելու խնդիր չկա, աղեները դատարկելու խնդիր չկա, ինչ որ շոշափող զանգված չկա հեշտոցից դուրս եկած, հա։ Կարելի է ուղղակի հսկողություն սահմանել, պարբերաբար այդ կնոջը կանչել, զննել, համեմատել նախորդ անգամվա հետ, եթե դինամիկայում չի վատ թարացել, միգուցե ոչինչ չարվի, ուղղակի հսկողությունը շարունակվի։ Ինչ սիմպտոմներ կարող է ունենալ կինը։ Եթե միզապարկն է իջել, այդ դեպքում միզարձակության հետ կապված խնդիրներ կարող է ունենալ։ Արգանդն է իջել, ընդհանրապես բոլոր տեսակի իջեցումների դեպքում կարող է իջած հատվածը հպվել ներքնաշորի հետ եւ դիսկոմֆորտ առաջացնել, արտադրություն առաջացնել, երբեմն նաեւ արյունային։ Սա տարիքային առումով կա սահմանափակում, թե երիտասարդ կնոջ մոտ։ Երիտասարդների մոտ էլ ցավոք սրտի այո լինում է։ Երբեմն հանդիպում է։ Եթե աղին է իջել, ուղիղ աղին, հա, այդ պարագայում աղիների հետ կապված խնդիրներ կարող են ունենալ, օրինակ փորկապություն։ Երբեմն կանայք նշում են, որ դժվարանում են աղին դատարկել եւ ստիպված են հեշտոցի ներսից հրել դեպի աղիք, որպեսզի այդ իջած հատվածը ուղղվի եւ աղիքը կարողանա դատարկվել։ Այսպես եւս լինի։ Շատ լավ, եւ պեսարիների տեղադրումից հետո ինչպիսի որակական փոփոխություն է կրում, այսինքն այս բոլոր խնդիրները նույն օրը վերանում են, այո, եւ կան այլ կանոններ, որին պետք է հետևի կինը այդուհետ։ Տեսեք, եթե հաջողվել է ընտրել ճիշտ չափի պեսարի, որը կանխարգելում է տվյալ իջեցված օրգանի արտանգումը տեղադրումից հետո, վստահաբար կանայք շատ ուրախ են, շատ եւ շատ զարմացած են իրենք։ Նախ թե ինչու ներսում ոչինչ չեն զգում եւ շատ զարմանում են սովորաբար, որ միթե այսպիսի մեթոդ կա, որ առանց վիրահատության, հա, կարելի է հարցը լուծել։ Եվ առավել եւս այն կանայք, ովքեր ունեին արտահայտված ախտանիշներ, օրինակ 3 մի կնոջ տեղադրեցինք, ով որ արտահայտված դժվարամիզություն ուներ, պայմանավորված միզապարկի արտանկմամբ, որտեղ միզապարկը որ իջնում է, միզուկը թեքվում է եւ չի կարողանում դատարկվել միզապարկը։ Ինքը անմիջապես դրանից հետո գնաց զուգարան, հետ եկավ շատ երջանիկ եւ պատկերավոր ոնց որ ասեց իմ կյանքում ամենաուրախ բանը կարծում արդեն այլևս միզելը կլինի, հա, սրանից հետո որտեղ շատ հեշտ է իր համար միզել։ Նույն ձև աղիքների հետ կապված խնդիրների պարագայում։ Այո։ Մեզ լսող կանայք ֆիքսեն այս կարևոր պահը, որ եթե խոսքը պրոլապսի արտանկման բուժման մասին է, պեսարի հարցը պետք է քննարկվի անպայման, Ժողովուրդ ջան։ Չեք ուզի, շատ լավ կվիրահատվեք։ Դա էլ տարբերակ է։ Իհարկե տարբերակ է, կամ հնարավոր չի լինի ընտրել օղ։ Վիրահատությունը միշտ կա, բայց ինչպես գիտենք, ցանկացած վիրահատություն կարող ունենալ բարդություններ։
օղի պարագայում ինչ խնդիրներ կարող է ունենալ կինը հետագայում, հա, որպես օտարամարամին հաճախ արտադրությունների պատճառ է հանդիսանում, ինչ որ արտադրություն է ունենում կինը, որը որ մեծամասամբ կանանց հետ այդքան շփում ենք, որովհետեւ լուրջ խնդիր չի ներկայացնում իրենից, հա։ Շատ կարևոր է ժամանակին կրկնակի այցերին գալ բժշկի, որովհետեւ օտարամարամին է ամեն դեպքում։ Այո, Զննում անցնել, հետևել, այո։ Եվ համոզվել, որ ամեն ինչ նորմալ է, եւ քանի դեռ ողով է կինը, այո, ինքը ստիպված է օգտագործել հատուկ քսուկ ներեշտոցային։ Քսուկ մշտապես 4 օրը մեկ ուղղակի պետք է այդ քսուկից օգտվի ինքը։ Առանձնապես այլ խնամք չի Ոչ, այլ պահանջում, բաներ անելու կարիք չկա։ Շնորհակալ եմ բժիշկ, շատ հետաքրքիր նորույթի համար, մեր հեռուստադիտողին ներկայացնելու համար։ Ես եմ շնորհակալ։